եթերում ենք, պարոն Իշխանյան, գիտեմ, որ երեք փորձել եք մոտենալ Մակրոնին ու խոչընդոտել են, կպատմեք այդ դրվագի մասին։ Ճիշտ ասած, հենց այդ պահին, երբ որ մեզ հավաքեցին տարան, մենք նպատակաուղղված չէինք այդ պահին մոտենալու Մակրոնին։ Դից երկար այնտեղ կանգնած էինք, քայլում էինք։ Ոնց աշխատակիցներ են եղել։ Խոչընդոտ բան տան, հա, մեկ էլ սեն շրջափակեցին այդ Աբովյան փողոցում։ Ասացին գնացեք ստեղից։ Ասացինք ինչի պետք է գնանք։ Գաբնը նորից հարցից, ասաց չեք գնում, ասի չէ ինչի պետք է գնանք։ Ուստ մտան թևերս, հավաքեցին տարան։ Տարան ոչ ներկայացրեցին մեր կարգավիճակը։ Մի խոսքը լրիվ ասենք այդ բեսպրեդել վիճակը էր, որ այս 8 տարին կա, ոչ իրավունքներն են ներկայացնում, ոչ կարգավիճակը, ոչ ինչի համար։ Ուղղակի իրանց բան հրահանգ են ստացել, ընդեղից բան անել, որ իրանց ապահովի այդ, որ բոլորը գան տես ինչ-որ գլուխ խոնարեն առաջները, որ բան չլինի էլի իրականության հետ կապված, որևէ իրականությանը չառնչվեն, իրական Հայաստանի հետ չառնչվեն, եւ դրա համար տեսել են, գիտեն, որ ոստիկանները գիտեն մեր դիրքորոշումը, որ մենք ժողովրդավարության կողմնակից ենք ու այն ինչ կատարվում է Հայաստանում որևէ առնչություն չունի եւ դրա հակառակն է, դու դիսկ ասեք ես ոնց կարա հիմա Եվրոպայի ընտանիքով հավաքվել են ստեղ մի մարդ է հյուրընկալել, ով իր քաղաքացիներին զրկում է իրավունքից, իր էթնիկ խմբի մարդկանց զրկում է վերադարձի իրավունքից, մեկ։ Բայց ոնց կարա, ասենք փախստականների մասին կոնվենցիա կա, որ փախստականները սեփականության եւ վերադարձի իրավունք ունեն։ Սա եկել ասում է չունեն այդ իրավունքը, ու իր էթնիկ խմբի հանդեպ ասում։ Կամ ասենք պատմամշակութային ժառանգությունը վերացնում են։ 1000 հատ բան կա պաշտպանող միջազգային փաստաթուղթ կա, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիա կա, Ժնևի կոնվենցիա կա։ Սրանք վեր են կենում, ասում են ինչ ուզեն կանեն։ Այն բանը Արսեն Թորես սոցիալական նախարարը ինչը։ Ասում են իրենց տարածքն ինչ ուզեն կանեն։ Այսինքն Ռուանդայում ցեղասպանություն եղավ, հա, հութուները տուցիներին սպանեցին, իրենց տարածքն ինչ ուզեին կանեին։ Իսկ ովքեր են սրանք, ես չեմ հասկանում։ Կամ բանը Դաեշը, ISIS-ը, իսլամական պետությունը, որ գրավում էր այդ բանը տարածքները, վերացնում էր քրիստոնեական դարերի, հազարամյակների ժառանգությունը, ասում էր եկել են մահմեդական, մուսուլմանական տարածքում իրենց բաներն, պիտի վերանա։ Հիմա սրանք Դաեշ են։ Իսլամական պետության հենց այդ կառույցի բնականաբար մահմեդականները այդ չեն, մահմեդականները նորմալ ժողովուրդ են։ Այդ են, ասում են կարելի է վերացնել, կարելի է եկեղեցիներ վերացնել, կարելի է փախստականներին չվերադարձնել։ Պարոն Իշխանյան, իդեպ Փաշինյանի նախընտրական ծրագրի մեջ ներառվել է եկեղեցին բարենորոգելու օրակարգին։ Չէ, ոչ թե բարենորոգելու, ՔՊ-ի նախընտրական ծրագրում սահմանադրությունը խախտելու կետ կա։ Նա խոստացել է, եթե ես գամ իշխանության, սահմանադրությունը խախտելու եմ։ Սա նույն բանն է, եթե մեկը ասի, եթե ես գամ իշխանության, օրինակ Գերմանիայում, ասի բան եմ անելու։ Հրեաների համար առանձին մի հատ ավտոբուս եմ սարքելու, իրանք պետքա մեր հետ չշփվեն։ Հիմա սա ծրագրում մենք գիտենք, որ ինքը սահմանադրը խախտում, Արցախը հանձնելը սահմանադրության խախտում, Տավուշի տարածքները հանձնելը սահմանադրության խախտում, ամբողջ տարի այդ եկեղեցու գործունեությանը խոչընդոտելը, մտնելը, բանը համ սահմանադրության խախտում, համ քրեական օրենսգրքի խախտում, այն մնացած, որովհետև սահմանադրության խախտումս ինքը ուղեկցվում է քրեական բաներով, խախտումներով։ Հիմա սա ասում է, ես որ գամ իշխանության, ձեր սահմանադրությունը խախտելու եմ, արդեն բացեի բաց է խոսում։ Այս բանը եվրոպացիներն էլ ասում են մենք բան ենք անելու, աջակցելու ենք, փող ենք լցնելու, բան ենք անելու, որպեսզի Փաշինյանը վերարտադրվի։ Այսինքն եվրոպացիները կողմ են, որ այս ամբողջ այս եվրոպական արժեհամակարգը քանդող էությունները շարունակեն վերարտադրվել։ Բա այն ինչ Եվրոպա։ Ես ինքս եվրոպական կոնստրուկտ եմ, սովորել եմ բրիտանական դպրոցում, ամերիկյան մագիստրատուրա եմ արել, ինչ-որ իմաստով բակալավրս էլ եվրոպական համալսարան ակադեմիան նույնպես։ Սաղ կյանքս եւ բանը, արևմտյան գրականություն, գեղարվեստական գրականություն, փիլիսոփայություն եմ կարդացել։ Դա Եվրոպայի հետ կապ չունի, մենք ինքներս հայերս պետք է Եվրոպան փրկենք։ Բայց գիտեք ինչից է այս ամբողջ խնդիրը գալիս, որովհետև Արցախը ինքը զարգանում էր եվրոպական արժեքների եւ աշխարհի կանոնների հիման վրա, ասում էր մենք դեմոկրատիա ենք ստեղծում։ Ադրբեջանն էլ ասում էր չէ պետք է վերցնեմ ինձ, այստեղ ոնց բան ազգային փոքրամասնություններին ճնշում եմ, եկեղեցիներ եմ քանդում, թալիշներին եմ սպանում, լրագրողներին եմ բանտարկում, ովքեր Հայաստանի հետ խաղաղության կոչ են անում, իրանց եմ բանտարկում։
Բեհրուս Ամեդովը օրինակ։ Հա, հիմա Եվրոպան տարավ Պրագա, ասաց ստորագրի, որ դու համաձայն ես, որ ժողովրդավարական երկիրը, որ զարգանում է ժողովրդավար, հանձնվի բռնապետական երկրին։ Մակրոնին չէին իր հետ։ Իրանք չէին այդ բանից է գցեցին։ Ռուսաստանի վրայից է գցեցին։ Այնտեղ ռուսը խաղաղապահ ունի, սա գալիս է Եվրոպայի հետ Արցախը հանձնում։ Իսկ մի հատ է բանին Հայաստանի դաշնակցին գցեցին, այն իրավիճակում Այնց մի հատ իրավիճակ ստեղծեցին, որ պրոստը պետքա դուրս գային այնտեղից, նաև բաները Ռուսաստանը։ Հիմա այս իրավիճակը, երբ որ իրանք հանձնեցին այս ժողովրդավար երկիրը, ժողովրդավար երկրի ռազմաքաղաքական ղեկավարները հիմա բռնապետական երկրի զնդաններում են։ 3 նախագահ՝ Արկադի Ղուկասյան, Արայիկ Հարությունյան, Բակո Սահակյան, 5 նախագահ ա ունեցել Արցախը։ 3 նախագահ գտնվում են մի երկրի բանտում, որը 30 տարի նույն ընտանիքը, նույն կուսակցությունը, նույն ամբողջությամբ իրանք են ղեկավարում։ Երեք Մակրոնն ասում էր, որ պատրաստում է քննարկել Ալիևի հետ հայ գերիների վերադարձի հարցը։ Բայց գիտեք հարցը ո՞րն է։ Մակրոնը ինքը պատճառը, որ այդ մարդիկ ընդեղ են։ Ինչի համար։ Որովհետև ինքը համաձայնել է ու համաձայնում է, որպիսի աշխարհում 12000 քառակուսի կիլոմետր ժողովրդավարության տարածք հանձնվի բռնապետությանը։ Մակրոնը, տեսեք, Մակրոնը ինքը պետքա ազատի Եվրոպան։ Ինքը պրոբլեմա ստեղծում ինձ համար, իմ եվրոպական արժեքների։ Ես ինձ կոնստրուկտով ընկալում եմ եվրոպացի, ինքը ինձ համար պրոբլեմա։ Ինքը չի այն արժեքները, որոնք որ ես կրում եմ, որոնք իմ մեջ զարգացել են, ինքը դրան հակադիր է, Մակրոնը։ Հիմա երեք, որ պետք է մոտենայինք Մակրոնին, ենթադրյալ, ու բանը, ասենք մեր ասելիքը իրան, այս պետք է ասենք։ Պետք է ասենք, որ մենք դատապարտում ենք, Էմիլ Զոլան գիշում եք Դրեյֆուսի ժամանակ, որ ասում Ժակյուզ, որ հասկանալի լինի, դից ուզում ենք ասենք Ժակյուզ, Մսյո Մակրոն, Ժակյուզ, որ դուք պաշտպանում եք հայ ժողովրդի ցեղասպանության իրականացնողին։ Ինքնա ցեղասպանա, չէ, ինքն իր ազգին ցեղասպանում է։ Բա ի՞նչ է։ Իշխանյան եւս մեկ հարց, այսօր առավոտյան Մակրոնը վազում էր Երևանով, փորձել եք մոտենալ։ Դեմոկրատական վազք է։ Չէ, ճիշտ ասած, որ իմանայի կարող է փորձեի։ Երեք տես մի քիչ մնացինք, հետո բան ասացինք լավ գնանք։ Այդ ընդ որում արդեն գնում էինք, մենք հեռանում էինք այնտեղից, այդ ժամանակ եկան։ Հավաքեցի շատ ծիծաղելի էր էլի։ Հա, բանը, եթե իմանայի կվազեի հետը, ինձ թվում է ինքը կհասկանա, որովհետև նայեք, ես ֆրանսիացիների հետ աշխատում եմ, շատ հաճելի է իրանց հետ աշխատելը, շատ իմ համագործակցությունը ֆրանսիացիների հետ միշտ հրաշալի է եղել, ֆիլմ արտադրության ոլորտում, այլ մշակութային ոլորտներում, իրավապաշտպան ոլորտում։ Ֆրանսիացիներին երբ ինչ-որ բան ասում ես, հիմնավորում ես ասածը, իրանք շատ լավ ընկալում են, հասկանում են, այս խոսակցությունը, որ ես ձեզ հետ նոր տարա, ֆրանսիացիների հետ երբ որ ես խոսում եմ, իրանք ընկալում են, հասկանում են։ Հիմա թե ինչի է Մակրոնը այդ ֆրանսիական սիստեմից տենց էրոր առաջացել մոտը, երևի այդ ուրիշ ինչ-որ օվկիանոսից այն կողմ պատճառներով կամ գուցե շատ երկար են այտենց փափուկ բարձի մեջ մեծացել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իրանց թվացել է թե այլևս իրանք կարող են ամեն ինչ անել, չգիտեմ ինչից է, բայց այն ինչ որ նրանք անում են այս 8 տարի է աջակցելով դատարանները շրջափակող իշխանությանը, ապօրինի գործեր սարքողի վերջը Սամվել Կարապետյանը ինչի համար է նստած։ Իր եկեղեցին պաշտպանելու։ Ուզում եք Տիկին Ալավերդյանի հետ խոսեիք, հա։ Հա, եղավ։